ամենաառաջին պայմանը այս իշխանությունների, նորից եմ ասում, իշխանությունների զրկելն է, որովհետև ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ մենք ունենանք քաղաքական կուսակցությունների, եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնար եմ տեսնում այդ խնդրի լուծումը։ Կապրենք կտեսնենք։ Բոլոր պարագաները մինչև այս շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները ետ վերադառնան հայրենիք։ Նախագահ, եւ Արցախի վերաբերյալ դուք ասել եք, որ դուք պատրաստ չէիք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին պիտի ձեր հրաժարականի մասին խոսամ, բայց ձեր թիմակիցները անմիջապես երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների հետ։ Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, հավանաբար սխալ արտահայտվեցին ներողություն։ Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Փաստացի դուք հանուն անվտանգության կամ չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, ինչպես է ստացվում այդպես։ Դա իրար չհակասող դրույթներ են, որովհետև որևէ մեկը լինել իմ թիմակից կամ այլ քաղաքական ուժից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի հանձնումը Ադրբեջանին։ Վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող էր բերել Արցախի հայտնվել Ադրբեջանի կազմում։ Հասկանու՞մ։ Ես էլ, բայց ես էլ դա նկատի ունեի, հենց ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործընթացը։ Միանշանակ։ Դուք գիտեք, sense ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից, թե ինչ չափով են իրենց շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չասեմ զիջումներ, համաձայնություն կորձել։ Հասկանում եք, միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը, այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, գնալ, մենք որ ոսկ անցնենք, պիտի շրջանցենք, չէ, կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, որպեսզի քիչ դիմադրության հանդիպենք։ Միջնորդները միշտ էլ այդպես են, բանակցային պրոցեսը այդպես է, եւ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նա էլ բանակցություններում հաջողության է հասնում։ Եվ պարոն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ վերհիշելով ձեր նախագահության տարիները, բանակցությունների հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր գերտերությունների ղեկավարների հետ դուք հավասարի նման խոսում էիք, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարները այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի, օրինակ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է, երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական, չգիտեմ, ինչպես ձևակերպեմ, վիճակում գտնվել ենք։ Նախ ուզում եմ, որպեսզի իմ անձը այդպես բան չանեք, չմեծարեք ու չափազանցացնեք, ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարելու հավասար երկու պետությունների ղեկավարներին, բայց երբեք թույլ չեմ տվել, որպեսզի մեզ համարեն երկրորդական, երրորդական երկրներ։ Համեմատությունը, ինչ ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, էլի, մոտավորապես ոնց որ բոլորը համեմատեք Սարի հետ։ Պարզ է, չէ, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։ Չի գտնվում։ Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ հա բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարը անվանում է այն տղա,
եւ այլն, էլի։ Բայց գիտեք, արտաքին քաղաքականությունը տղայություն չի։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է, որպեսզի մարդ հաստատակամ լինի, հավատա այն գործընթացին, որը ինքը վարում է եւ չփորձի քանդրբազություն անել։ Կներեք օտար բառի համար, բայց քանդրբազություն, այսինքն հա լարի վրա այսպես խաղա։ Որտեղ ծանր է, դեպի ծանրը գնա, չգիտեմ, մեծ հավասարակշռությամբ փայտիկը վերև բարձրացնի եւ այլն։ Դրա համար ենք մենք այս վիճակում։